Ողջույն, արդեն գիտեք, որ հմուտ վարորդ լինելու համար պետք է պարապել քննական հարցաշարերը, հանձնել քննությունը եւ ձեռք բերել վարորդական վկայական։ Ես արդեն գտնվում եմ X-Drive ավտոդպրոցում եւ այսօր էլ ընկեր Արթուրի հետ միասին շարունակելու ենք պարապել թեստ 5-ը։ Ողջույն ընկեր Արթուր։ Ողջույն Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դու ինչպե՞ս ես։ Լավ եմ, շնորհակալ եմ շատ։ Այսօր շարունակում ենք թեստ 5-ը, չէ՞, 11-րդ շարունակությունը, այո, շարունակությունը միասին պետք է պարապենք։ Ընկեր Արթուր, բայց մինչ սկսելը ուզում եմ ձեզ ուղղել մեր հետևորդներից մեկի հարցը, եթե թույլ կտաք իհարկե։ Բոլոր տեղերում հարցաշարերը այլ հերթականությամբ են ներկայացված ու 60 թեստ են։ Իսկ X-Drive-ի էջում հերթականությունը չի համապատասխանում ու թեստերն էլ 55 են։ Ինչու է այդպես։ Հարցը հասկանալի է։ Նախ ասեմ, կան ավտոդպրոցներ, որ իրենց էջերով տարբեր իհարկե ավտոդպրոցներ 60 հարց, կան 62, կա 65 հարց, ուղղակի հարցերը կրկնվող են, կրկնվող 55 հարց են, 55 ամեն հարցում իհարկե 20 հարց ամեն քննական տոմսում, լավ 55 բազմապատկեն երկուսով կստանանք 1100 հարց, այսինքն ավել պակաս չեն, ուղղակի մյուս տեղերում կրկնվող հարցեր են եւ եւս մի բան հարցը, հերթականությունը, ինչ վերաբերում է հերթականությանը, հերթականությանը պետք չի հետևել, քանի որ ձեզ չի հանդիպելու այնտեղ ենթադրենք 18-րդ թեստը կամ 5-րդ թեստը, որ մենք միասին պարապում ենք։ Ծրագիրը խառը սկզբունքով կընտրի 20 հարց ընդհանուր այդ 1000 քանի հարցի միջից եւ կողի ձեզ։ Եվ կկազմի մեկ թեստ։ Հնարավոր է, այսինքն 2 հարց հանդիպի 5-րդ թեստից, 1 հարց հանդիպի 11-րդ թեստից կամ 4 հարց հանդիպի 28-րդ թեստից եւ այդպես շարունակ։ Դարձավ հարցի պատասխանը մեր հեռուստադիտողին։ Կոնկրետ թեստով խորհուրդ եմ տալիս չպարապել, քանի որ ձեզ խառը հարցեր են հանդիպելու բոլոր թեստերից։ Շատ լավ։ Հնարավոր բոլոր թեստերից։ Շարունակենք արդեն մեր թեստերին։ Շատ լավ, Սյուզան։ Մի անգամից հաջորդ թեստը մեզ որ կհանդիպի 11-րդ Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում 3 երկար եւ 1 կարճ, 1 երկար եւ 3 կարճ, 1 երկար եւ 2 կարճ։ Սա էլ ուղղակի պետք է հիշել, նախ հարկադրաբար կանգառը որն է երկաթ գծերի վրա։ Շատ են եղել դեպքեր, շատ դեպքեր, երբ որ տրանսպորտային միջոցը երկաթուղային գնացքի գծերի վրա անսարքացել կամ ինչ որ մի հատ խնդրի առաջ է կանգնել, չի բացառվում բենզինը վերջանա, ընթացքը մեքենայի խոդը հանգի, այսինքն ընթացքից անջատվի կամ վթար տեղ ունենա, դողը պայթի, անվադողը, ինչ ասես կարա լինի։ Անգամ YouTube-ում կան շատ նման կադրեր, վիդեոռոլիկներ, ռիլեր, կարելի է դիտել, որ դեպքը տեղ ունեցել անմիջապես գծերի վրա։ Այդտեղ կա տարբերակ, որ պետք է փորձել ինչ որ կերպ հեռացնել։ Կա մեկ այլ տարբերակ, որ եթե երկու անձ են գտնվում, պետք է գնացքին տարբեր ուղղություններով ընդառաջ շարժվեն, որպեսզի ազդանշան տան տեղ դեպքա տեղ ունեցել։ Հնարավոր է երկու անձ չկա, որ մեկը ձախ գնա, մյուսը աջ, որտեվ չգիտես ինչի ձախ ու աջ, որտեվ այդ գնացքը քեզ որ կողմից կմոտենա։ Դա հնարավոր չի կռահել։ Հնարավոր է մեկն է, այդ մեկն էլ իրեն լավ չի զգում, մնացել է այդ մեքենայի մեջ, ենթադրենք պատկերացու ամենավատ տարբերակներն եմ ասում, դռները փակվել են, չի կարողանում լքել այդ տրանսպորտային միջոցը, նա պետք է տա ազդանշան, ընդհանուր տագնապի ազդանշանը, ու այդ ձայնային ազդանշանի սիգնալի մասին է խոսքը։ Ընդհանուր տագնապի ազդանշանն էսպես անջում 1 երկար, 3 կարճ։ Պատկերացրու մի հատ երկար ազդանշան, հետո 3 հատ կարճ։ Ու անընդհատ այդ ձայնային ազդանշանը պետք է կրկնել ինչի համար, որ հնարավոր է տեղանքում լինեն անձինք, ինչ որ բնակիչներ այդ հատվածում, ինչ որ մեկը տվյալ պահին հայտնվի, լսի այդ ձայնային ազդանշանը, գա հասնի օգնության։ Լավ, ընդհանուր տագնապի ազդանշանը երկաթգծերի 1 երկար, 3 կարճ։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը բնակավայրերում թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավել արագությամբ, 80 կմ/ժ եւ 90։ Իմ հիշելով 90 էր։
Չէ, 90-ը դա բնակավայրերից դուրս։ Բարձր արագությունը բնակավայրից դուրս։ Բնակավայրերում 60 կմ/ժ։ Փորձիր սա էլ հիշել, որտեղ թվերը ուղղակի հիշելու են, մեր Հայաստանի Հանրապետությունում կա երկու առավելագույն արագություն՝ դա 60 եւ 90 արագությունն են առավելագույնը բնակավայրերում եւ բնակավայրից դուրս։ Ուրիշ արագություն մենք չունենք։ Իսկ որտեղ որ կտեսնես արագությունը 20, 30, 40, հնարավոր է 90-ից մի փոքր ավել, դա արդեն նշանի տեսքով։ Նշան է տեղադրվում, այդ հատվածի համար թույլատրելին 60-ից իջեցնում է 40։ Ու հիմնականում կհանդիպես դպրոցների, ուսումնական հաստատությունների մոտ տեղ արագություն նվազեցնում, որպեսզի լինի անվտանգ։ Շատ լավ։ Բնակավայրերում 60։ Տրանսպորտային միջոցի կողքից եզրաչափային լույսի արտաքին եզրից ժամամոռ 3 մետր դուրս ցցվելու դեպքում բեռը պետք է արդյոք նշվի օրվա լուսավոր ժամերին մեծ եզրաչափով բեռ ճանաչման նշանով։ Հիմա նորից մենք այս հարցին նախորդ մեր հանդիպումների ժամանակ մենք անդրադարձել ենք, քննարկել ենք, եթե կողքի եզրաչափերից 30 սանտիմետր դուրս ցցվել, մոտավոր արի պատկերացնենք 30 սանտիմետրը հենց այսքան։ Պետք է նշել ճանաչման նշանով, հիշում ես թե ոչ։ Ոչ։ Ուրեմն մինչև 40 սանտիմետրը չենք նշում, եթե 40 սանտիմետրից, այսինքն 0.4 մետրից կլինի ավել, նոր պարտավոր կլինենք նշել։ Այստեղ ոչ։ Չենք նշում ճանաչման նշանը։ Իսկ ճանաչման նշանը ինքը տեսք ունի, ձև ունի։ Կհիշես, մենք ճանապարհային նշանները միասին ուսումնասիրել ենք, այնտեղ կար խուլ վարորդ, հաշմանդամ վարորդ, այն ուսումնական վարման ճանաչման նշանը, այնտեղ կա կարմիր եւ սպիտակ գծերով ճանաչման նշան, որը կոչվում է իր սահմաններից, իր եզրաչափերից դուրս։ Այդ նշանը պետք է փակցնել, եթե կարիքը կլինի։ Այստեղ կարիքը չկա իհարկե։ Շատ լավ։ Տվյալ ճանապարհային գծանշումը թույլատրում է երթևեկել միայն դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ, միայն հակառակ ուղղությամբ, ուղիղ եւ ձախ եւ հակառակ ուղղությամբ։ Գծանշում ես գետնի վրայի սլաքով ցույց տված գծանշումն է։ Հիմա ինչա թույլ տալիս, ինչ ես մտածում, ինչ ես կարծում։ Իմ կարծիքով թույլ է տալիս ուղիղ թույլ չի տալիս։ Չէ, հստակ, ինչ ուղղությամբ, նայ։ Մի րոպե։ Ձախ։ Եթե ձախ թույլատրելի ուղղություն ունենք, այո, կարելի է նաև ընտրել հակառակ։ Շատ ճիշտ ես։ Եթե ունենք ձախ, կարելի է երթևեկել նաև հակառակ ուղղությունը դա հետադարձ։ Ուղիղ թույլ չի տալիս։ Ուղիղ ոչ։ Սյուզան, եթե գծանշում կամ ճանապարհային նշան չլինի, բոլոր գոտիներից կթույլատրվի ուղիղ։ Բայց քանի որ հստակ է, որ նշված գոտուց թույլատրելի ուղղությունը միայն ձախ է, նշանակում ուղիղ երթևեկելու իրավունք չենք ունի։ Արգելվում։ Ձախ կամ հակառակ ուղղությամբ։ Հաջորդը որ տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները եւ միացված հաշվիչով տաքսիներին։ Ահա, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին չենք նշի, դա կլինի սխալ պատասխան, ինչու՞։ Քանի որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները միայն պետք է իրենց կանգառի կետերում կանգառ կատարեն։ Ինչ վերաբերում է այս նշանին, սա կայանելն արգելող նշան է, որը թույլ է տալիս կատարել բոլորին կանգառ ընդամենը 5 րոպե, ոչ ավել։ Իսկ 5 րոպեից ավել նշանի ազդեցության գոտում կթույլատրվի կայանել միայն հաշմանդամներին, որպես բացառություն հաշմանդամներին եւ միացված հաշվիչով տաքսիներին։ Հաշմանդամն ունի ճանաչման նշան, որ փակցում է այդ մեքենայի վրա, որ մենք ճանաչենք, տեսնենք, իմանանք, որ հաշմանդամի տրանսպորտային միջոց է։ Ինչ վերաբերում է միացված հաշվիչով տաքսին, ինչի է այստեղ շեշտում միացված հաշվիչով, որ սպասման մեջ է, նրանից գումար է գնում։ Այդ դեպքում կթույլատրվի այդ երկուսին։ Եվս կթույլատրվի թե ինձ, թե քեզ, թե յուրաքանչյուրին կթույլատրվի երկար ժամանակով կանելու, մեկ դեպքում, եթե տվյալ պահին բեռնման, բեռնաթափման աշխատանքներ են իրականացվում անզեն աչքով նկատելի։ Ուղղակի այստեղ դրա մասին այս պահին նշված չի։ Ուրեմն երկրորդ տարբերակը։ Այո, թույլատրվում է կայանել տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները եւ միացված հաշվիչով տաքսիները։ Իսկ մյուսները իրավունք ունեն այս
կունենան այստեղ ուղղակի կանգար կատարելու մինչև 5 րոպե, ոչ ավել։ Հասկացա։ Ես միշտ կանգար կատարելն ու կայանելը խառնել եմ իրար, հիմա արդեն գիտեմ, որ կանգար կատարելը մինչև 5 րոպե, կայանելը կայանել։ 5 րոպեից ավել։ Թե ինչքան ավել, դա արդեն կարա տևի 1 ժամ, 2 ժամ եւ ավել։ Ճիշտ ես։ Հետադարձն արգելվում են հետիոտնային անցումների վրա, թունելներում, կամուրջների ուղեկամուրջների էստակադների վրա եւ դրանց տակ երկաթուղային գծանցներում թվարկված բոլոր դեպքերում։ Այո, հետադարձ չի կարելի կատարել թվարկված բոլոր դեպքերում։ Իհարկե հետիոտնային անցումների վրա հասկանում ենք, որ չի կարելի անել, թունելներում էլ չի կարելի կատարել, գծանց, ուղեկամուրջ, այո, բոլոր դեպքերում։ Թույլատրվում է արդյոք դեղին ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ։ Թույլատրվում է, արգելվում է, թույլատրվում է, եթե ավտոբուսի երթևեկում է սահմանված երթուղով մի րոպե, մուտք գործել խաչմերուկ։ Ըստ նկարի, ինչ ես պատկերացնում, որպես իրավիճակ, հնարավորություն ունի դեղին ավտոբուսը ուղիղ շարունակելու, մուտք գործելու խաչմերուկ։ Հա, այնպես է։ Բայց ուրը մոտ կգործի, եթե տեսնում ես, նա մի րոպե, ուղիղ չի գնում։ Ուղիղ է գնում, բայց դիմացը առաջացել է ինչ որ խնդիր, խոչընդոտ կա։ Կանգնած է ես դրան ուշադիր չէի եղել, ճիշտ ասած։ Հա։ Հնարավորություն չունի ուրեմն այս դեպքում։ Ահա, ուրեմն ինչքան կարիքը լինի, պետք է այնքան սպասի, մինչև դիմացի հոսքը շարժվի, նոր իրավունք ունենա մոտ գործելու խաչմերուկ։ Արի մի փոքր այլ կերպ մեկնաբանենք։ Եթե մուտքը գործես խաչմերուկ, դու պարտավոր պիտի լինես այն ազատելու, որպեսզի ավելորդ խցանում չառաջացնենք, ավելորդ լարվածություն չլինի, պետքա նույնը հետիոտնային անցման դեպքում, նույնը երկաթ գծերի դեպքում, եթե դու մուտք ես գործում տվյալ հատված, տվյալ տարածք, այն պարտավոր կլինես ազատելու։ Լավ, քո ուղղությամբ, քո դիմաց, քո ուղղությամբ, եթե հոսքը չի շարժվում, կանգնած է, դու մուտք գործելու խաչմերուկ իրավունք չես ունի։ Շատ լավ։ Այստեղ արգելվում։ Եթե կարգավորողի աջ ձեռքը պարզած է աջ, ապա նրա ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է բոլոր ուղղություններով միայն դեպի ձախ։ Մենք կարգավորողի ժեստերի մասին խոսել ենք։ Հիմա նորից կասենք ու ամեն անգամ ինչքան հանդիպի, նորից կկրկնենք։ Կարգավորողի հիմնական ժեստերը երկուսն են։ Ձախ եւ աջ թևերը պարզած կողք։ Սա առաջինը եւ երկրորդը աջ թևը իր դիմաց պարզած։ Հիմա մեզ հարցնում է այս դիրքի մասին։ Եթե կարգոյի աջ ձեռքը պարզած է առաջ։ Այս դիրքով մենք ուղղակի մտովի պետք է պատկերացնենք, որ ինքը կանչում է դիմացից եւ ձախ թևի կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների։ Բայց դիմացից մոտեցողներին թույլատրի այս դեպքում միայն աջ շրջադարձ կատարել, իսկ ձախ թևի կողմից մոտեցողներին թույլ է տալիս բոլոր ուղղություններով երթևեկել։ Բոլոր ուղղություններով ասածը դու արդեն հասկանում ես, ուղիղ, աջ, ձախ, ինչպես նաև հետա դարձ հակառակ ուղղություն։ Հիմա կարդանք նորից։ Եթե կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ, ապա նրա ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է բոլոր ուղղություններով։ Բոլոր ուղղություններով։ Մի բան այստեղ շեշտեմ, նշենք, ոչ ռելսագնաց։ Ոչ ռելսագնացը դա ռելսագնացից բացի մնացածներն են։ Ինչ վերաբերում է ռելսագնացին, տրամվային, տրամվայը շարժվում է ընդամենը թևերի ուղղություններով, թևերի հետագծով, կարելի է այսպես ասել։ Պատկերացրու, եթե դիմացից է մոտենում տրամվայը, այս թևից մուտք գործի, մյուս թևից դուրս գա, եթե մյուս կողմից է մոտենում ձախ թևի կողմից, այս թևից մուտք գործի, մյուս թևից դուրս գա։ Ուրիշ ուղղությամբ շարժվելու իրավունք տրամվայը չունի։ Միայն թևերի հետագծով։ Ուղղակի մեզ այդտեղ հարցնում է ոչ ռելսագնաց։ Մենք նշում ենք բոլոր ուղղություններով։ Որ տրանսպորտային միջոցների երթևեկությունն է թույլատրվում լուսացույցի տվյալ ազդանշանի դեպքում տրամվայի, դեղին եւ կարմիր ավտոմոբիլների, դեղին եւ կարմիր ավտոմոբիլների բոլոր տրանսպորտային միջոցների։ Ինչ ես կարծում։ Յոպե, այստեղ տալիս է ուղիղ եւ սեկցիա տեղադրված աջ։ Ուրեմն կարմիրին կթույլատրի։
Ու դեղինին։ Ու դեղինին, շատ ճիշտ։ Որովհետև կապույտը ձախ է թեքվում կարգելվի, տրամվայներ գնում է։ Նորից իր գծերով ձախ, իր գծերը իրան տանում են ձախ։ Դեղին եւ կարմիրը։ Մի փոքր ավելի པարզ, եթե բացատրենք, ուղիղ եւ աջ շրջադարձ կատարողների համար այս պահին լուսացած դանշանը կանաչ է, նրանց թույլատրվի երթևեկել։ Ուղիղ եւ աջ շրջադարձ կատարողները հանդեղինը եւ կարմիրը։ Փորձենք մյուսը։ Ուժեղ արյունահոսության դեպքում պետք է միայն վիրակապով ծածկել վերքը, ճնշումով վիրակապել վնասված մասը եւ ճնշում գործադրել զարկերակի սեղմման կետի վրա, մոխիր լցնել վերքի մեջ։ Արի իմ առաջինն ասենք, միայն վիրակապով ծածկենք վերքը։ Եթե ուժեղ հարյունահոսության դեպքում մենք ուղղակի ծածկենք վերքը, հարյունահոսությունը ինչ ես կարծում, կդադարի թե ոչ։ Չի դադարի, կշարունակվի։ Իսկ վերջի պատասխանը մոխիր լցնել վերքի մեջ։ Մեր այսօրվա բժշկությունը նման բաներին դեմ է։ Չի կարելի, չի թույլ տալիս մոխիր լցնել, ավելի որ մոխիր լցնես էլի ուժեղ արյունահոսության դեպքում, էլի արյունահոսությունը շարունակվելու է, դրանից չի դադարի։ Կանգ չի առնում։ Իսկ արյունահոսությունը դադարեցնելու միակ միջոցը, ճնշումով վիրակապելն է, սեղմելով կապել, այսինքն երակը պետք է սեղմվի, նեղանա, որ արյունահոսությունը դադարի, այլ կերպ հնարավոր չի դադարեցնել արյունահոսությունը։ Հասկացա։ Արդեն վերջ ավարտեցինք։ Այսօր էլ այս վերջի 10 հարցը 5-րդ խմբի ավարտեցինք։ Շնորհակալ եմ շատ։ Մնացածը հաջորդ մեր հանդիպումների ժամանակ կսկսենք թեստ 6-ը շարունակել։ Այո։ Շնորհակալ եմ շատ նման հագեցած դաս անցկացնելու համար, կարծում եմ մեր հեռուստադիտողների համար էլ ամեն ինչ շատ պարզ էր։ Եթե իհարկե կլինեն հարցեր, կարող եք գրել մեկնաբանություններում, ես սիրով կուղեմ ընկեր Արթուրին, փորձենք պատասխանենք։ Շնորհակալ եմ շատ, կհանդիպենք մյուս դասի։ Մեր այսօրվա հաղորդումը արդեն մոտեցավ իր ավարտին, իսկ մեր հաղորդումները բաց չթողնելու համար անպայման միացեք մեր YouTube-յան պաշտոնական էջին։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17-ին Կենտրոն TV-ի եթերում։